Այքարի նաև Ավետիք Չալաբյանն եմ, պարոն Չալաբյան, ես չգիտեմ դուք հասցրել եք արդեն լսել Փաշինյանի ճեպազրույցը ավանդական, թե ոչ, ամեն դեպքում այնտեղ անդրադարձ է եղել արցախցիներին, նրանց փաստացի անվանել են փախնողներ եւ հետո իր խոսքը ուղղել է եւ ասել է, որ ինքը նկատի ունի էլիտային Ղարաբաղի, այս առնչությամբ ձեր դիտարկումները։ Ես կարծում եմ, որ Փաշինյանի կերպ գործակալը իրավունք չունի ընդհանրապես որևէ մեկին պիտակավորել։ Հիշենք, որ Արցախի ամբողջ բնակչությունը, ներառյալ նաև պետական ղեկավարությունը, դրանից առաջ 9 ամիս շրջափակման մեջ էր, քանի որ Փաշինյանը Պրահայում իր ստորագրությամբ հրաժարվել էր ըստ էության կատարել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որով երաշխավորվում էր Արցախի եւ Հայաստանի միջև անխոչնդոտ կապը Լաչինի միջանցքով։ Իսկ ասում ես Պրահայում Հայաստանի Հանրապետությունն եմ ճանաչել, Հայաստանի Հանրապետության համար են որոշում կայացրել եւ ամենևին Հայաստանի Հանրապետությունը ճանաչվել է 1992 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից։ Փաշինյանի պնդումները անհերթեթություն են։ Հայաստանի Հանրապետությունը նորից ճանաչելու անհրաժեշտություն չկա։ Փաշինյանը ըստ էության Արցախը պատան թողեց ադրբեջանական շրջափակման մեջ եւ մատը մատին չտվեց, որովհետեւ շրջափակումը բացվի։ Ոստի հիմա այդ ամեն ինչից արդեն համարյա 3 տարի անցել, իր պնդումները, իր սեփական մեղքը քողարկելու, սղագրելու հուսահատ փորձեր են, այն գիտակցությամբ, որի վերջո առաջիկա համապետական ընտրություններում մեր ժողովուրդը կգա եւ իրեն իր քաղաքական գնահատականը կտա։ Այս բոլոր տարիների կեղծիքի, ստի, ձախողումների, չեմ նույնիսկ զլանը ասել, դավաճանության գնահատականը կտա։ Պարոն Չալաբյան, տեսեք, ինքն էլ է ասում, ժողովուրդը այո գնահատականը տալու է, ասում է, ես լեգիտիմությունն է իմ ուժը, իմ ուժեղությունը եւ համոզված է, որ ընտրություններին այս անգամ եւս նոր ժամկետով կպաշտոնավարի, ամեն դեպքում ասում է, որ մյուս ընդդիմադիր, այսպես մյուս ընդդիմադիր ուժերը խաղաղության դեմ են աշխատում, ասում է խաղաղության տակից հողը քաշում են եւ ասում է դուք եթե գաք եւ վերսկսեք բանակցություններ, հետեւաբար այո խաղաղությունն եք մերժելու։ Հիշեցնեմ, որ պատերազմով ինքն է մեր ժողովրդին սպառնում, իր խոսույթն է, որ եթե ինչ չընտրեք պատերազմ կլինի, որը նշանակում է, որ հերթական անգամ եւ ոչ առաջին անգամ իր գործընկեր Ալիևի հետ պայմանավորվել են Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա իրականացնելու եւ Ալիևը, Էրդողանը եւ իրենց գործակատար Փաշինյանը փորձում են մեր ժողովրդին շանտաժի ենթարկել, որովհետեւ մեր ժողովուրդը հերթական անգամ թուրքամետ իշխանություն ունի։ Ես անկեղծ հույսով եմ եւ համոզված եմ, որ մեր ժողովուրդը այլևս թուրքահաճո իշխանություն չի ընտրի, այդ շանտաժին չի տրվի, ոտքի կկանգնի, մեջքը կուղի եւ կուղի կընտրի այն իշխանությունը, որ այսուհետև չի ենթարկվի թուրք-ադրբեջանական բաժնին։ Շնորհակալություն։